ունեմ նա ինձ ասաց Եվ նույն պահին էլ հեռացավ Բայց ետ չեկավ Անմահացավ Կյանքս կտամ հայրենիքիս Հոգիս Աստծուն պատիվս ինձ Զենքս որդուս իսկ սերս մայրերին կտամ Հպարտ հայացք բարի ժպիտ Վերջին խոսքեր պատիվ ունեմ Բիբլիական Մասիսի պես Դուք միշտ հպարտ հայոց սպաներ պատիվ ունեմ Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրին հյուրն է ազատամարտիկ Պահեստազորի սպա Կոչումները, մեդալները չեմ ասում, Տիգրան Պետրոսյանը, հարգանքներս Պետրոսյան ջան, Նաև իմ հարգանքներս, շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, Ամերիկայում հանդիպեցինք, չէ, երկրագում դե կլորա, չէ, իսկ ոնց է Ամերիկա, չէ, իմ երկիրս չի, ես ես երկրի անդամ չեմ հա, բայց բանա, ձեր երեխաները, թողները ստեն, մեկ միլիոն հայա ապրում ստեղ, համ էլ մի հատ լավ կարգախոս կա, ես միշտ ասում եմ, մենք ստեղից ենք պետք հայրենիքին, հիմա ստեղից ենք կարողանում օգնել, հիմա ինչի հարցրեց հենց սկզբից, որովհետև ձեզ նման մարդկանց համար դժվար է, ազատամարտիկների ճանապարհ անցած մարդկանց, որովհետև այդ հող ու ջրի վրա պայքարել, կռվել ու հայտնվել Ամերիկայում մի քիչ իմ կարծիքով դժվար է, շատ դժվար է, իսկ ինչ ընդհանում այն բանի, որ ասենք իմ ժողովուրդը ցիրուցան ա եղել, շատ վատ է, վիշտ է, մեծ վիշտ է հետի, շատ ցավալի է հետի, լոգո ունես, հայն ու հայը, հայն ու հայը, ճիշտ ասած այդպես շփվելով շատ տարիների ընթացքում մանկուց ամբողջ Հայաստանով, Արցախով, արդեն Սփյուռքով ծնվեց այդ գաղափարը հայն ու հայը, որովհետև ճիշտ ասած այս ժամանակներ թվում է հիմա որ ամեն ինչ ուրախ է, լավ է, խաղաղ ենք ապրում, շատ լավ է ամեն ինչ։ Չեմ ոնց որ ասած բողոքում ու չեմ սիրում մեր ազգի վատ բաներ ասել, նույնիսկ վատ բաներ էլ պիտի ճանապարհ գտնենք հարթելու։ Այդ հաղորդումը այդպես ծնավ, իսկ դուք որպես 3 պատերազմ անցած, բացի պատերազմ անցած հայրենիքի համար շատ մեծ գործեր կատարած, որը որ ոչ միտեղ չի երևում, չի ասում, պետք էլ չի ասվի, որովհետև դա ռազմական գաղտնիք է կամ եւ այլն։ Այդ դուք որպես ազատամարտիկ, այսօր այս ժամանակներում ձեր մտահոգությունը, ձեր վերաբերմունքը, ուշադրությունը, մեր ազգը հիմա ինչ վիճակում է։ Ես Աստծուց խնդրեմ ու կկամենամ իմ ժողովրդին միայն ու միայն համերաշխություն։ Իմ ժողովուրդը կորցրել է իր հավատքը Աստծու նկատմամբ։ Վերադարձ այդ հավատքին։ Ժողովուրդս, իմ ժողովուրդը շատ, այսօր շատ ահավոր խեղճացել է։ Բայց զարգանում է, աշխարհը փոխվել է, ի՞նչն է խեղճացել, ընդհանրապես կյանքում մեր ազգը այդպես ուրախ չի ապրել, ոնց որ հիմա ասում եք ուրախ է ապրում, բայց ես այդ ուրախությունը տեսնում եմ իր միասնության, իր հարգանքի, իր սիրո նկատմամբ, մասի բաժանված ոչ մի զարգացում չի լինի, ով ուզում է սեղի։ Այսինքն մենք ինքնախաբեություն է, որ ամեն ինչ լավ է, բան, հա? Այո, հենց տենց էլ կա։ Հա, բաժանվել են թմերի, ազգովի, ամեն մարդ իր թիմով լավ ապրում, ուրախ է։ Մենք պետք է ունենանք մեկ որոշում։ Ու վերջ։ Որն է այդ մեկ որոշում։ Մեկ որոշում, ապրում ենք մեզ համար, ապրում ենք աշխատելու համար, ապրում ենք մեր ազգի համար, ապրում ենք մեր երկրի համար։ Մեկ որոշում։
այդ մեկ որոշումը ժամանակին շատ գեղեցիկ ձևով հարթ համերաշխ հասավ իրան, ունեցանք հաղթանակներ։ Բայց հաղթանակներ ունեցանք, ուրախացանք շատ լավ։ Հենց այդ ուրախությունը մեր տունը քանդեց։ Այսինքն ունեցանք հաղթանակներ, չպահպանինք մեր ունեցած հաղթանակները, բայց մենք մեղավոր չենք։ Էլը մենք ենք։ Արեք սենց մի բան խոսենք մեկս մյուսի երբեք չգցենք։ Հա, երբեք դա մեզ իրավունք չի տալիս։ Եթե մենք կայուն ենք, եթե դու կայուն ես քո ընտանիքում, ես իմ ընտանիքում, քո ընտանիքը երբեք խոչընդոտների չի գնա, երբեք։ Բայց պարարտումները ոնց եղավ, դուք են 90-ականներից համակարգում եք եղել 90-ականներից հազարավոր մարդկանց հետ եք շփվել, չգիտեիք, որը տենց արվել է։ Ապրես ցավոտ տանը։ Այդ ժամանակներում նաև եղավ պարարտումներ։ Ստեղծվեցին խմբեր, ստեղծվեցին ջոկատներ, ստեղծվեցին կուսակցություններ, ստեղծվեցին մյուս եւ այլ։ Բայց վերջնական գործը, երբ որ համախմբումը պետք է շարժը անել, Փառք Աստծո, սպարապետին ես ոչինչ չունեմ ասել, նա կարողացավ ուժ գտավ իր մեջ, որ հատ հանդիպելով հատ թե խնդրելով, թե համոզելով, թե բացատրելով, թե վախեցնելով, թեկուզ նա բերեց ստեղծեց հայոց բանակը արդեն ինքը իր քայլերը արեց։ Նա բացատրեց, որ բաժան մեկս մյուսին խանգարում ենք, ոչ թե հաղթանակի ենք գնում։ Շատ լավ, բայց այդ թվականներից սպարապետի մահից հետո մեր երկրում նույնպես եղան պարարտումներ եւ մեր երկրի բոլոր ժամանակների ղեկավարները մինչեւ այսօր ինտերնետ կա, ամեն ինչ կա, պարզ, ասում էին պարզ, միշտ բոլոր ժամանակներում մենք սուս լսում ենք, 15 թվականին ասում էին, որ տենց աշխարհը չի ճանաչել Արցախը, Սերժ Սարգսյանը, դենա YouTube-ում կասենք, ես չեմ ասում, ես ընդհանրապես քաղաքականության մեջ բաներ չեմ ասում։ 16 թվականին պատերազմ եղավ, էլի ասում ենք կհաղթենք մեր ոգին անկոտրունը, այո, մեր ոգին անկոտրունը դրա մասին կասկած չկա։ Հետո դրանից հետո էլի նույնպես 17 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Պետրոսի հյուրն էր, չէ՞ որ ասում էր չկա տես մի հատ հայ որ լուծի այդ հարցը։ Տենց է որոշված, չես կարա չի լուծվել։ Ասում դրի վերջը եւ այլը տենց միշտ այն 90-ականներից ասում են հա զինվել ենք, պատրաստվել ենք, ծառայել ենք, իրար մեջ խոչընդոտներ, խնդիրներ եւ այլ։ Բայց գիտեիք, չէ՞ դուք որը տենց հալել։ Ես օրինակ sense մի մտահղացում արտահայտվեմ, որը որ իմ ազգից նկատմամբ հարյուրավոր տարիներ ուրիշ այլ ազգեր աշխատել են մեզ ոչնչացնել։ Դա իմ ասածն էլ է դա, բայց երկրագնդի վրա։ Մեր գաղափարը, մեր ապրելաձևը, մեր ամեն մի քայլը այն որ աշխատել ենք մեր ազգի համար, արել ենք մեր ազգի համար, մնացել է, պահել է, կան գոյատևում ենք, բայց ինչ որ համազգային մեր ազգի հետ կապված կարողանա համախմբում պահել, բայց շուտ խատնվող ենք։ Այդ բարի ենք էլ այս, հավատացող ազգ ենք։ Այո։ Բոլորին հավատքը, ռուսին հավատում ենք, ասում ենք մեր ընկերն է։ Որ մեր հավատքը թողած ուրիշի խոսքին կամ ուրիշի մտքին հավատացել ենք, կործանվել ենք։ Բոլոր ազգերին Ոչնդոտները առաջացեն մեր մոտ, այո։ Համոսահյանն էլ կներեք, հին Համոսահյան, մեծություն, ասում է մենք լավ ազգ ենք, այդ ով եկավ մեր մեջ ասում է այդ աշանումը դրեց։ Ջիգար Խանյանը Մոսկվայում ասում է պետք է գտնենք այդ մեր մեջ այդ ինչ բաժանում ստեղծվավ։
Բայց որ հիմա պարզ դայմ ես աշխարհի, տենում ես, որ իրոք աշխարհը միշտ ընտրել է հայի մեջ մեկին, մեկն եկել է Ռուսա մեծ մեկ, Եվրոպա մեծ մեկ, Ամերիկա մեծ մեկ, Իրանա մեծ մեկ, չգիտեմ, ամեն մետերով եկե, մտե մեր մեջ խառն է գնացել։ Բայց հիմա իմ ասած որն է, որ դուք ազատամարտիկներով, ազգայնականներով, կռված տղաներով այսքան տարիներ իմացել եք, որ մի օր հայթելու է այդ, մի օր մի բան ելելու է։ Այ հիմա ոնց է։ Իմ խիղճս հանգիստ ես կարամ արտահայտվեմ ես մի սպան։ Լևոնի ժամանակ ազատամարտիկը սարից իջավ, դառավ առաջի թշնամի։ Ոյ։ Նրանք սկսեցին օչլոտներ, մուրուքավորներ եւ այլ այդ ձևի հացականներ կրցնել մեզ բոլորս։ Ռոբերտն եկավ նստավ, էլը առաջի թշնամին մենք եղանք, էլը նորից մեզ սկսեցին հալածել, ձերբակալել, էսյան մեկը մի քիչ ակտիվերելնում նորից։ Սերժի ժամանակ, չեմ ասի այդքան ուժեղ, Սերժը ազատամարտիկի հետ քայլել է, բան չունեց։ Այսօր արդեն ոչ թե ազատամարտիկի անունը, այլ երկրապահը պետք է ջնջվի։ Պատկերացնում եք, ինչքան ենք մենք խանգարում ու ինչի համար։ Ախր մինչև այսօր չի եղել դեպք, որ ասենք ազատամարտիկները հավաքվել են, որպեսի լավ հեղաշրջում անեն, ինչ-որ մեկին քցեն գահից կամ ինչ-որ մի բան անեն, այդ բանը չի եղել, ինչի համար հարց, ինչի համար այսօր ազատամարտիկը, որը ինքը իր կյանքը երբևիցե չի ափսոսել իր ազգի, իր երկրի, իր սահմանների, իր գիտության, իր արվեստի համար աղթել չէ։ Վերջը որ դուրս է գալիս կռվի, այդ անձը ինքը չի ասում, ես այդ ունեմ ընդե հետ գամ, այս բանը պետք է ունենա։ Չի եղել այս բան։ Օրինակ, արի նայի ուրիշ երկրներ, կողքից են, Վրաստան, Ադրբեջան, տապորը հարեց, սպանեց, ոչ թե պատերազմի դաշտով, խաղաղ ժամանակաշրջանում կարտոջախի մեջ դառավ հերոսների հերոսը։ Բայց մենք խաղաղ պայմաններում շատ զոհեր ենք ունեցել բանակը, մեր հայկականի։ Այդ բանակը խոսացել ենք, բայց օրինակ ես իմ ծառայության ժամանակ խաղաղ Երևան քանակեր սվյաց ծառայել եմ 4 զոհ այլ մի ամսում։ Ընդունել։ Քիչ սպան։ Ուտես կարամ շատ օր, այնվաղ պրոստը ինտերնետ չկար, որ ամեն ինչ բարձրացա։ Հիմա էլ խաղաղ պայմաններում Երևանում օրեր առաջ բոլոր ազգովի սքում էինք, նեղվում էինք, ջահել տղա խփել են իրար։ Նայ, իսկ ինչ վերաբերում է ազատամարտիկներին ինչ են կոպիտ ասած կանխում ու շատ բան։ Որ ասում են ինչ եք ուզում, պատերազմ եք ուզում, զոհ եք ուզում, ինչի համար։ Այդ հարցերը դուք ձեր մեջ եք գուցե, որ ես համաձայն եմ քեզ, թողեք հանգիստ խաղաղ ապրենք։ Միշտ ամենտեղ, որտեղ որ ես իմ ներկայացումը եղել է, իմ խնդրանքն է եղել, որ ազատամարտիկը անպայման պետք է հաճախի դպրոցներ, պետք է հաճախի զինվորական մասեր, պետք է միշտ հանդիպում ունենա սպայական կազմի հետ, ինչի համար այդ ազատամարտիկի աշկի դիմացը աշկերով է, նրա աշկերն է տեսել և նեղությունը, և դավաճանությունը, և ինքնասիրությունը, և այն ամենը, որը որ մարդու հոգում կա, ինքը պետք է դաստիարակ դառնա զինվորին, ոչ թե պոլիտեխնիկ կամ համալսարան կրթված անձնավորությունը, որ շփում չի ունեցել 10 օր հետո զինվորի
Գլխին տեր են կայնացնում։ Նա սկինք իրեն չի կարա դաստիարակի, ոնց եղավ։ Վերջ-վերջը հնիշ ճիշտը չկա։ Հա, իսկ այսօր ազատամարտիկներով, ծառայողներով, կռված տղաներով ես օրեր առաջ ներկա ենք Սարգիս Թադևոսյանը Խորազների խաչքարի բացմանը, որ նույնպես խոսքեր հնչեցին, բարձրաձայնվեցին, շատ պատմություններ պատմվեցին եւ ես էլ ոգեշնչված ուշադիր լսում էի։ Բայց հիմա համախմբում կա ձեր, ասենք, Հայաստան, Ամերիկա, Ռուսաստան, չգիտեմ, ազատամարտիկներով ինչ ծրագրեր կան գալու, ո՞նց եք պատկերացնում։ Ես հիմա այսօր մեր կառավարությունը, մեր երկիրը ասում է, ինչ պատերազմ, խաղաղ, հանգիստ ապրենք, եղել է։ Ելո ապրենք, ես ոչինչ չունեմ ասել։ Եվ չեմ ասում ավելի անցել է։ Բացավ։ Ոչ մի բան չի անցել։ Իմ ցավը իմ սրտի մեջ կարա պահ։ Բայց եթե իմ ժողովուրդը դա է, ինձանից պահանջը, ես պես կշարժեմ։ Ես ենթակա եմ իմ ժողովրդին, հարգելիս։ Ժողովուրդն էլ ասում է, խաղաղ ապրենք, հանգիստ ապրենք։ Ուրեմն խաղաղ կապրեմ, ուրեմն խաղաղ կապրեմ։ Անպայման խաղաղ։ Մեր պատերազմը վերջացել է։ Իմ պատերազմը չի վերջացել։ Օրը գալու է։ Թուրքի յաթաղանը երբեք հանգիստ չի մնա իր կողքը կանգնած։ Նրա մոտ երբ որ արու զավակ է ծնվում, զենք անավեր տալիս, վերջը։ Իսկ մենք յաշիկ ենք նվեր տալ։ Յաշիկ ենք նվեր տալ, այդ յաշիկներ կործանում այն սերունդից։ Ուրեմն պետք է արտադրություն ունենանք, ԱԹՍ արտադրենք, ռազմական գործարաններ արտադրենք։ Մենք գործարաններ ունենք, մենք մեր գործարաններում ունենք բարձրագույն ինժեներներ, մենք մեր գիտության ասպարեզում ահավոր ուժեղ ենք եղել, ու գնաս ինչ անես, հայ գիտնականը ամենաբարձր մակարդակով, ամենաբարձր աստիճանին ակայնացերով հայ գիտնականներով այսօր բոլոր երկրներում էլ երթվում են։ Շնորհակալությունն են ասում, իրանց խոնարհումն են տալիս, բայց մենք մեր արժեքներին տեղ չենք տալիս։ Այն գնա մերի սիրեմ կարգախոսով ենք։ Գնա մերի սիրեմ հենց այդ առաջի անգամ ով ասել է, դրա վիզը պետք է գրեին, որ չէ, շարունակվեք գնա մերի արի սիրեմ։ Այդ գալիս է ձեր ասած, որ մեր կողքի ապրողին մենք չենք նայում, չենք գնահատում։ Իմ հավաքման նպատակն է, որ իրար սիրենք, ոչ թե վատ բաներ ասենք։ Իրար սիրենք, վերջ։ Ինչ մասնագիտություն, Թումանյանն ասում ամենամեծ մասնագիտությունը կոչվում է մարդն է։ Հայ մարդը պետք է առաջի տեղը լինի։ Որ իրար սիրենք, գնահատենք, անկախ ամեն ինչի։ Իսկ մեր մոտ մինչև մի բանի չի հասնում, գնում են նվաճում են, ասում են, տես մեր հայնա։ Այդ նույն հայը ձեր կողքը ապրել, ասկի ջուր չեք տվել խմի, հաշ չեք տվել ուտի։ Էլի ասեմ, էլի խոսանք, էլի ասենք, բայց վերջով մենք մեր մեծերին երբեք չպետք է ուրանանք։ Նրանց ամեն մի բառն ու խոսքը, նրանց քայլը մեզ համար պատմություն է։ Ոսկե տառերով գրված հուշերը, որ պետք է տպվի և գլխում, և սրտում, և հոգում, և արտահայտվես այդ ձև, որ իմանաս ինչի համար ես ապրում։ Վերջը լավ, փողը գերել է մեզ բոլորիս, փողով այսօր իմ ժողովուրդը պետք է մենակ, ինքը իր գնահատականը տա։ Ես իմ վատն ու լավը իմ մեջ պետք է մանգամ հետո նոր տամ իմ խոսքը, տամ իմ գործը, տամ իմս։ Եթե չունենա, չեմ կարող, ոնց ուզում ես ապրի աղբեջ։ Ոսկել դարի, բանի պետք չես։ Իսկ ինչ կմաղթեք մեր ազգին, ինչ կցանկանաք մեր հայոց բանակին, հայոց աշխարհին, մեր ազատամարտիկներին։ Դե ես ազատամարտիկ շատ քչերը գիտեն ազատամարտիկ ինչ է ինքը իրանից ներկայացնում։ Ամբողջ երկրագնդի վրա միակ ազգն ենք, որ ունենք ազատամարտիկ։ Ոչ մի բանակ չունի ազատամարտիկ։ Մենք ազատագրը բանակ ենք։ Մենք մեր
տարածի վրա են գնում, որ հետ բերենք, մահապարտներ ենք նաև, այո։ Մենք երբեք չենք գրավել, չենք կոտորել, մենք մերն ենք վերցրել ու չենք կոտորել, գերուն չենք սպանել, գերուն չենք դատել, հենց այդ է խաղաղությունը, հենց այդ է, որ պետք է գաս սեղանին նստես ու քնես, վերջապես։ Իսկ ինչ է, ձեր մոտ ճիշտ ասած։ Ես մի փոքր անակնկալ ունեմ քեզ։ Անդադ ասում ես անակնկալ ես։ Իհարկե ես իմ աչքերով տեսնում եմ, ես 2 տարի աստեղ եմ, ու շատ շնորհակալ եմ քեզ, Իվան ջան, որ դու ինքը քո այսօրվա աշխատանքով մեծ գործեսմատություն իմ հայացքին, իմ հայ ժողովրդին, ճանաչում ես տալիս, իմ ժողովրդին, իմ արվեստին, արեստին, գիտությանը, գիր ու գրականությանը շատ ապրես, ես քո ձեռքդ ուզում եմ սխմեմ, շատ ուժեղ մարդ ես, որին որ ես գնահատում եմ, իմ գնահատականը միշտ եղել է այդ տեսակի մեջ, ես շատ սիրում ու հարգում եմ ու խոնարհվում եմ բոլորի, խոնարհումը նա չէ, որ այդ համ գերեզմանի կողքը խոնարհվում եմ, չէ, ես խոնարհվում եմ հենց կենթանի անձին, որը որ մեծ ծառայություն է տալիս իմ ժողովրդին։ Ու այսօր մեր Նեմեսիս կազմակերպությունը ինքը խորհրդով որոշում է կայացրել, որ քեզ պարգևատրի դիպլոմով մեծ ուրախությամբ ուզում եմ հանձնեմ քեզ։ Վերջապես անակնկալ այսպես ասած։ Պետք է։ Իհարկե ես ոնց ասեմ։ Ինչ պետք է ասես, ասա տենամ կարաս ասես։ Ես չգիտեմ արժանի եմ թե չէ, բայց այն ոնց են ասում, ես պարտական եմ ձեզ։ Ուրեմն Նեմեսիս մահապարտների կողմից պատվոգիր եմ տալիս։ Խնդրեմ ախպետ։ Պատվոգիր տրվում է Իվան Օբսիսյանի հայրենիքին, մատուցած Սարաչյանի թիկունքային Այո, օգնություններ։ Խնդիրների աջակցության օգնություններ ես տվել, օգնություն ես արել, աշխատանք ես անում։ Շատ ջուր բանայի մարած բաները։ Եվ Ձերն է անձնվիրաբար ծառայության։ Եվ մեծ աշխատանքիդ համար այսօր երբեք չեմ ուրանա քո գործերը, ուզում եմ անպայման Նեմեսիս մահապարտների կողմից մեդալ Տիգրան Մեծի մեդալով 091-ը հանձնեմ քեզ 91 Տիգրան Մեծի մեդալ։ Պետրոսյան ջան ես Այս իմացի քո զինակից ընկերներն են։ Շնորհակալ եմ բոլորիդ իրանց։ Ես եմ խոնարհվում ձեր առաջ, շնորհակալություն։ Հայտնում քեզ։ Շատ շնորհակալություն Պետրոսյան ջան, ձեզ առողջություն ուժ կորով, ձեր ազատամարտիկ ընկերներին, շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Երախտապարտ եմ եւ ոնց են ասում, երդվում եմ ծառայելու ազգիս Այո, արվեստի, բայց ամենաառաջինը դուք եք մեր ազգի համար ծառայել, արել, որ մենք հասել ենք այսօրվան, մեզանից մնում է միայն ձեզ փառաբանել, գովել, բարձրաձայնել։ Շատ շնորհակալություն։ Ես էլ շնորհակալ եմ։ Նոր հաղթանակներ։ Ես գիտեմ, որ ձեր պատերազմը չի ավարտվել։ Երբեք։ Թող Աստված մեր պատերազմը ավարտվի միայն հաղթանակով։ Այո, այո։ Մենք շնորհակալ ենք մեր մարտական ընկերներին, Սարգիսը, որ այսօր խաչքարը դրել է, մենք դրանով տալիս ենք մեր Այո, որ սերունդները գան։ Սերունդը, այո, տեսնի ինչի համար ով։ Որ մեր ազատամարտիկները, մեր Սարգիս Թադևոսյանի մարտականներով խաչքարը տեղադրել է։ Մեր Կարենը Վարդանյան, Կարեն Վարդանյանը նույնպես 44 օրվա պատերազմի խաչքար դրել շատ հզոր մարդ, Կարենի մասին հետո հավատում կնկարեմ։ Շատ շնորհակալություն։ Մենք էլ շնորհակալ ենք, ապրես։